Հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Էդգար Էլբակյանը, բարև ձեզ Էդգար։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես առաջին հաղորդումը 1-2 լուր եւ անցնենք հիմնական թեմայի Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆը նշել է, որ Ուկրաինայի հարցով ավելի վաղ անցկացված եռակողմ բանակցությունները Ռուսաստանը ցուցաբերել է կառուցողական մոտեցում։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում այս մասին ասել էր 3 Ազատության ռադիոկայանին տված հարցազրույցում իր ներկայացուցիչը Նարեկ Սամսոնյանը Կարապետյանը հակամարտությունից խուսափելու համար ԱՄՆ-ից հետո գործարքը մտել է ԱՄՆ-ի հետ գործարքը մոտ է իրականացման հայտարարել է Իրանի արտգործնախարարը չնայած ամեն րոպե ինչ որ հակասական բան հայտարարություններ են տեղից լսում Ռուսաստանը կտեղեկացնի Միացյալ Նահանգներին Կիևի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին հայտարարել է Ուշակովը գիտեք որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան այս ինֆորմացիա տարածվեց որ պատրաստվում են ինչ-որ միջուկային գլխիկներ տրամադրել Կիևին շատ խիստ հայտարարություններ հնչեցին Ռուսաստանի Դաշնությունից շատ այսպես ավելի շատ կարելի ասել նյարդերի պայքար է գնում այս փուլում եթե ռուսական կողմը շարունակում է հարվածել էներգետիկ համակարգը ընդհանրապես ոչնչացնել իրենք էլ փորձում են այսպիսի հայտարարություններով եւ նոր սանկցիաներով ճնշել երևի երկկողմանի ճնշում է գնում երկու երկրների վրա բանակցությունները ճիշտ իրենց ուզած հունով տանելու համար ինչևէ հետևենք տեսնենք թե ինչ ընթացք կունենա հետաքրքիր էր 3 Փաշինյանի հրամանով ուրեմն պաշտոնանկ եղան 3 փոխոստիկանապետեր Ես են նույն դեմքերն են Արթուր Խուդինյանը, Կարեն Հակոբյանը եւ երրորդի անունը Կարեն, ինչ էր Արթուր Խուդինյան, Կարեն Հակոբյան, երրորդի անունը չկա այստեղ, հիմա կցուցադրենք իրենց սրանք շատ հայտնի էին Ես են հայտնի դեմքերն են զոհվածների ծնողներին կաշկշելու, հարվածելու, ցուցարարների վրա հարձակվելու, բաներ նետելու, տավուշը հանձնելուց ինչպիսի մեծ եռանդով էին, ասենք աշխատում եկեղեցու վրա հարձակվելուց ինչ եռանդով էին աշխատում, հիմա կտեսնենք ինչ որ տեղեր կտեղավորի իրենց թե ոչ, խնդրեմ ձեր կարծիքով ինչու գնաց այսպիսի բաների Էդգար Նախընտրական տրամաբանության մեջ եմ դիտարկում այս քայլերը ոչ մի անինքնավստահ բռնապետ լիակատար վստահություն, ընդհանրապես վստահություն չունի ուժային համակարգի հանդեպ բռնապետներն էլ երկու տեսակ կարող են Վարդան Վարդանյան մյուսի անունը Հա, ինքնավստահ եւ ոչ ինքնավստահ գործ ունենք անինքնավստահ ոչ ինքնավստահ տեսակի հետ, որը լրիվ փորձանք է երկրի համար, որտեղ այդ իր անինքնավստահությունը, իր ներքին վախերը անդադ արտահայտվում են համակարգի վրա։ Այս process-ը սկսեց հենց 2018 թվականից ուժային համակարգում կադրային անընդհատ փոխատեղումներով 20 թվականին օրինակ Արցախյան երրորդ պատերազմը երբ որ սկսվեց պաշտպանական շրջանների հրամանատարներ կային դիվիզիաների հրամանատարներ զորամասերի այսինքն պաշտպանական շրջանը որ 2-3 ամիս էին այդ պաշտոնին նշանակվել իսկ դա բավարար ժամանակ չի որ ասենք դու բան անես փորձառություն հավաքես բայց դա չի հետաքրքրում որոշումը կայացնողին ընդհակառակը իրեն զուտ հետաքրքրում է որ հանկարծ ինչ որ մի ազդեցիկ ուժային առաջնորդ չլինի։ Հիմա ես չեմ ասում թե այս մարդիկ ինչ որ բաներն են էլի մարշալ Ժուկովներն են ինչ որ բան են իրենցից ներկայացնում բայց ամեն դեպքում շատ լավ ծառայում էին շատ լավ ջարդում էին ժողովրդին Չէ ջարդող ծառայող միշտ կգտնվի ջարդող ծառայող միշտ կգտնվի Դե խնդիրը էս է որ ջարդել ծառայելը ինքը գործիքային ինչ որ ինստրումենտալ բնույթ է իսկ հրամանները կատարում էին մի պլասկագործին մյուսով հեշտ է փոխել այստեղ հարցն է որ ինչ որ պահից այդ օրինակ հիմա որ մարդկությունը ունի չէ այդ վախը որ արհեստական բանականությունը կարող է ինչ որ պահից այդ ծառայի կարգավիճակից օրինակ վերածվի տիրոջ, այսինքն ինչ որ ինքնուրույն արդեն
բանականություն ինքնուրույն գիտակցություն ունենա, սկսել մարդուն չենթարկվել։ Հիմա նույն ձև այստեղ է, դու նշանակում ես մարդուն հաշվարկով, որ հա, ասենք ծառայի ենթարկվի, բայց ինչո՞ւ բայց իր կշիռն է մեծանում, ինքը ասենք իր տեղակալներն են իր հետ լավ, դա արդեն առանձին ապարատային կշիռ է դառնում, համակարգը արդեն սովոր է, որ ինքն է, ասենք լսում է, հնազանդվում է, դա դառնում է մի հատ այսպես միաձույլ կառույց, դե որը եթե միաձույլ է, կարա ենթարկվի քեզ, կարա չենթարկվի քեզ։ Դրա համար էլ եմ ասում, ոչ ինքնավստահ բաները, բռնապետերը, ավտորիտար ղեկավարները անընդհատ ուժային համակարգերում այդ փոխատեղումները անում են։ Էլ եմ ասում, պարտադիր չի, որ մարդը Մարշալ Ժուկովը լինի, որ ասենք, հա, էլի դե կարար, ասենք, Ստալինը օրինակ իր ազդեցությունից վախենար։ Չէ, այս տեսակ մարդիկ էլ, որ առանձնապես հայտնի չեն հանրությանը կամ հայտնի են, բայց վատ հանրային համբավով, միևնույն է, եթե այս պայմաններին բավարարում են, այդ ապարատային կշիռը ունենալուն, իրենք խնդիր են։ Դրա համար հիմա մեր երկրում ինչ կատարվում է, լինի էս, թե լինի թոշակների բարձրացումը, այսպես ասենք, հիշացնենք, ի դեպ հիշացնենք, որ թոշակները չեն բարձրացվել այդ մարդկանց հանդեպ մտահոգությունից, ապրոմակցումից, կարեկցանքից ելնելով, ընդամենը ամիս ու կես առաջ էր կարծեմ, միգուցե նույնիսկ ավելի քիչ, երբ որ հայտարարվեց, որ այդ մարդիկ այնքան իրանք այդ բառը չասացին, բայց իրանց ասածից դա էր դուրս գալիս, հա, այնքան անհասկացող են, որ չգիտեն ավել 10,000 դրամը ոնց ծախսել։ Թոշակառների մասը, հա, անցավ այս ամիս ու կեսա, 2 ամիսա ինչա, այդ թոշակները բարձրացվեցին։ Հա, իրանք բարձրացվեցին փաստացի, բայց շատ կարևոր է, էլի Ժորժ ջան, որտեվ ձերի պանիր երբեմն թակարդում է լինում։ Նախ արձանագրում ենք, որ բոլորինը չի բարձրացել, միայն շատ ցածր աշխատավարձ, թոշակ ստացողները։ Այդ ֆիքսում ենք ընդամենը 10,000 դրամով, եթե համեմատենք իրանց, ասենք, պարգևավճարները այն, որ մենակ թղթով մաքուր երևում է, հələ սևով չերևացողը մենք չգիտենք էլ ինչա, կամ իրանց նորահայտ դղյակները, բաները, մարդիկ, որ ասենք մի 60,000 դրամով էին ամսական ապրում, հիմա դղյակատերեր են դառել, ակնհայտ է, որ այս 10,000-ը ուղղակի ծախր է, բայց հարց չկա, փաստացի բարձրացել է, այդ քայլերի հերթականությունը նայենք, ոնց կարող է մարդը այդ տեսակ վերաբերմունք ունենա իր ընտրազանգվածի հանդեպ, ու հետո այդ ընտրազանգվածի հանդեպ սրտացավությունից ելնելով դա անի։ Այսինքն ֆիքսում ենք, որ հա, թեպետ եւ քայլը արվել է, բայց դա չի արվել սրտացավությունից ելնելով, դա արվել է խորամանկ քայլ է, որպեսզի նախընտրական փուլում ձայն հավաքի։ Դե հիմա գանք հաջորդին։ Իսկ կարելի է տեից ակնկալել, որ հետընտրականում, չասեմ անպայման թոշակները իջացվեն, թոշակների իջացում միլիոնից 1 է լինում ընդհանրապես ժամանակակից պետություններում։ Որ ինքը դեռ 9 տարի առաջ էր խոստացել, որ թոշակները պիտի բարձրանան եւ ինչ արեց, խափեց եւ հիմա բերել հասցրել է։ Գնանք հա, խափեց, հետո բերեց հասցրել է սովի, որտեվ նվազագույն զամբյուղովան այնտեղ 70 քանի 80,000 այս թանկացումներով չգիտեմ ինչքան է ասել, ինքը այդտեղ կան 30 քանի հազար ինչ ստացող թոշակառուներ, այսինքն սովի մատնեց, սովի մատնելուց հետո թոշակառուներին ասեց դուք դեբիլ եք, դուք չգիտեք այդ եթե փող տամ, դուք չգիտեք ոնց պիտի ծախսեք, բայց ինքը հետո տեսավ, չէ, ոնց որ բանա, ինքը ընտրազանգված է կորցնում, այնտեղ կես միլիոն ընտրազանգված կա, հիմա այն մի փոքր հատվածին այդ կբարձրան կանի կտա դա, այն մյուսներն էլ կասեն դե լավ, դե որ նրանց տվել է իբրև թե էլի, դες կխափի, կմոլորեսնի նրանց, կասի դե որ նրանց տվել է երևի ընտրությունից հետո բանկային, բա որ այդքան ձեր մասին մտածում էր, 9 տարի ինչի՞ չէր մտածում, եկել է վերջին 2 ամիսը, ինչի՞։ Այ հենց դրան եմ ասում գա, որ այդ մարդկանց մասին մտածելով չի արված, այդ արվածը նախընտրական շրջանում ու չեմ ասում որ հետընտրականում թոշակը կիջացվի, չէ, բայց հետընտրականում դրա էֆեկտը կկորի։ Դա կլինի նորից գնաճի տեսքով, դա կլինի գյուղերում, այս վերջերս ի դեպ մեր հայկական համալսարանով մեր գյուղերից մեկի տարածքում էինք վարչական Մարգահովիտի մեր շրջանավարտներից մի քանիսը ոնց որ բանի շրջանակներում, նաև միջոցառման մեր շրջանակներում իջան գյուղ, սկսեցին տներ մտնել։ Միտեղ ոնց որ համ տուներ, համ խանութ էր այն գյուղերում, որ լինում է իրար կպած, Երևանում էլ չնայած կամ հենա գյուղերում չի։ Խանութ բանը ասեց, դե հա, ասենք ապրում եմ ես, բայց ասեց, մենակ իմ ապրելով չի, ասեց Ազիզ ջան, մեր երեխեքին էլ, ասում ես ընտանիք գիտեմ 4 երեխա ունեն, գալիս են, ասենք օրական են հացը տենում ես, այն ամենապուճուր հացը, ասենք մի հատ հազիվ դրանից տանում գնում են։
ասում եմ, այսօր գիտեմ, հիմա ես ոնց կանգնեմ, ասում եմ, հա, կյանքը լավ է, եթե աշկիս առաջ ամեն օր այդ մարդը գալիս է, մի օր փողով, մի օր նիսա, այդ մի հատ հացը տանում է, տանը 6 հոգի մարդ, 4 երեխա մարդու կնիկ։ Հիմա 10,000-ը այս մարդկանց եթե իրանք այդ խմբի մեջ մտնում են, կարող է չեն մտնում, այս տեսակ բայց ծանր կյանքով ապրող մարդկանց պարզ է ինչ որ բարվոքում կբերի, բայց ելի եմ ասում, քանի որ դա հետևողական չի, հետևողական լինում են ժամանակ, երբ որ դու գիշեր ու զոր մտածում ես, ոնց որ իդեպ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներն էին անում Ղարաբաղցի։ Ոնց անես որ մարդկանց կյանքը լավանա։ Այդ դեպքում հետընտրական շրջանում էլ համապատասխան քայլեր կլինեն, այս դեպքում չեն լինելու։ Ընդհակառակը հետընտրական շրջանում բնականաբար եթե Աստված մի արած օրինակ այս իշխանությունը բանանի, այդ տրամաբանությամբ դատենք, որտեղ հիմա այս իշխանությունների փորձանք լինելու մասն ենք խոսում։ Միանշանակ բա այդքան փող եթե ծախսեն, որ վերընտրվեն, հետո ծախսը պիտի հանեն, չէ՞։ Էդի մեզնից է դուրս գալու, միցա դուրս գալու օդից այդ փողը չի ինգնելու։ Յա թուրքերն են տալու, տեղը էլի մեզ ուզելով, այսինքն էլի մեզնից է դուրս գալի, յա հենց ժողովրդից է դուրս գալու։ Դրա համար բարձրանալը բարձրացել է, բայց Էդգար ասեց, որ լավ եմ անում, միլիարդների պարգևավճար եմ տալիս իմ թիմին։ Իրանք բոլորն ասեցին, լավ ենք անում, էլի ենք տալու պարգևավճար, ընդ որում այնտեղ միլիոնների, միլիարդների մասին է խոսքը, լավ ենք անում։ Հետո ասեց, որ թոշակառուները դեբիլ են։ Չէ, պայմանական ասած դա էր նշանակում, եթե ծախսել չգիտեն, մենակ մտավոր հետամնացը չգիտի, չէ, ծախսել։ Ասեց դեբիլ են, բայց հենց եկավ ընտրության մոտ, ասեց 36, բայց միայն 36,000 ստացողը կստանա 46,000, վերջ։ Այնտեղ այն մյուսների մասին էլ չի մտածում։ Դա կլինի մի հատ, բայց այստեղ նաև այն հանգամանքը կա, որ այս փուլում արդեն հրապարակ եկավ, երբ որ իսկապես շատ սրվեց սոցիալական, շատ սրված է բարից բուն իմաստով սովի եւ մատնված թոշակառները, եկեք թոշակառն այդ բանը։ Իդեպ դա ընտրակաշարք է, ասեմ ինչի։ Խարդախ բան է էլի ինքը։ Մենք որ բացատրենք մարդիկ կհասկանան։ Ընդհանրապես պետություններում, որոնք այդ սոցիալական բաղադրիչ ունեն, իսկ այսօրվա բոլոր պետությունները ունեն որպես այդպեսին, այտենց բաներ արվում է համաչափ։ Դրա համար օրինակ առաջ կարողա դա մի 3-4 տարին մեկ ինչ որ աշխատավարձի կամ թոշակի բարձրանա։ Այսինքն պիտի նվազագույն աշխատավարձն էլ բարձրանա, միջին թոշակն էլ պիտի բարձրանա։ Եթե վերցնում ես մի հատ սեգմենտ, պատկերացեք մոտավոր ոնց օրինակ մենակ ֆիզիկայի դասատուների աշխատավարձը բարձրանա։ Բայց պատմությանն ասեն չէ, դու քոնը բան ճիշտ չի։ Այն ժամանակ ես հիշում եմ օրինակ երրորդ նախագահի ժամանակ Սերժ Սարգսյանի շատ է լինում որ ասենք ինչ որ մի խումբ, ենթադրենք զինվորականները, կոնկրետ եղած դեպք է, զեկուցագրեր, բաներ, առաջարկներ, միջնորդություններ գրավոր տեսքով ուղարկում էին, հետո կոլեգիայի նիստին էլ էին ասում, որ բարձրացրեք մեր աշխատավարձերը, մեր ասելով նկատի չուներ, գեներալը գարասեր իմ աշխատավարձը բարձրացրել առանձին մեր, այսինքն մեր զինվորականության բոլոր զինվորական ծառայության մեջ գտնվողների։ Ու ասենք դեպքեր լինում, որ ասենք նախագահը ասում է, որ մի քիչ բան արեք, էլի մի քիչ դիմացեք, այն դասատուները մնացին այնտեղ։ Այդ էլ այն դեպքում, որ երկիրը պատերազմող երկիր էր, զուտ տրամաբանորեն, հա, շատ հանգիստ կարելի էր զինվորականներին բարձրացնել ու բոլորին այդում դասատուներն հիմնավորել, որ Ժորժ ջան, այդ մարդիկ որ չծառայեցին, դպրոցա մնալու, երկիրա մնալու, համակերպվեք։ Բայց չէ, սոցիալական պետությունում, նորմալ պետությունում, որտեղ խնդիրը ոնց անենք սրան խափենք, նրա բերանը փակենք, նրան վախացնենք, իսկ եթե կոնկրետ այդ բոլոր գործողությունները չեն կարող լինի, ուրեմն առնենք, որ ոչ թե սենց են մտածում, այլ նորմալ, այդ ամեն ինչը լինում է բալանսավորված։ Առհասարակ թոշակի տոկոսադրույքն է բարձրանում, այդ բոլոր թոշակներին է, ոչ թե մենակ ինչ-որ մի սեգմենտին է, բարձրացումը բոլոր, ասենք, պետական։ Էդգար, դու մի մոռացի, որ ինքը այսպիսի հայտարարություն արեց, որ ես լավ եմ ճանաչում մեր ժողովրդին։ Հիմա դու կարծում ես, որ տենց բացատրեցիր, շատ առանձնապես իրենց հուզելու է, իրենց հուզում է, որ իրենք սովի մատնված չեն եւ իրենց թոշակը բարձրանա։ Հիմա պիտի ասել, որ ինքը շատ անազնիվ ա եղել, ինքը խափել է ձեզ 9 տարի չի բարձրացրել, հիմա եկել է ընտրությունից 2 ամիս առաջ, որոշել է, բայց հաստատ էլի ինչ որ մի հատ կեղտոտ բան մտածել է։ Այն էլ ամենացածը 36,000 ստացողներին, սա էլ ինչի արդյունքն է, երբ որ տեղի ունեցավ, ես մեկա շարունակել եմ անվերջ կրկնել, որտեղ որ կա դիմադրություն, որտեղ որ կա գործողություն, ինչ որ մի բան, այդտեղ Նիկոլը զիջում է։ Օրինակ եկեղեցի։ Օրինակ ոչ թե եկեղեցի, շատ կոնկրետ, հենց կոնկրետ եկեղեցի, որովհետև կյանքը ցույց տվեց երեք էլ
սրա մասին էինք խոսում, հիմա առանցին եկեղեցուն կանդրադառնամ, բայց մինչ այս թոշակների թեման ամփոփելը, տեսեք, այս պահին հրապարակ եկավ, ես միշտ ասել եմ, որ մեծ հիմա ասում են երկրորդ նախագահի մոտ անտի-ռեյտինգն է, չգիտեմ սա է, նա է, երկար տևական ժամանակ մի քանի ուժեր ձեռքի տված, հատկապես թուրքերին ծառայող ուժեր ձեռքի տված, այս անձի դեմ են աշխատել։ Մեծ խնդիր ունի, մեծ պրոբլեմ ունի Ռոբերտ Քոչարյանը եւ ցավոք սրտի այդ գիտակցումը այդպես էլ իրենց մոտ չեկավ, իրենք PR-ի մեծ բան կար, այսինքն այդքան գործ արած մարդը, հաղթանակ տարած մարդը, դա նաեւ ինչ որ իմաստով տարածում է Սերժ Սարգսյանի վրա էլ, որովհետեւ այդ բանը 6 միլիարդի զենք ունենալ, այդ կարծեմ բան չէր, էլ օթիշ չէր, որ Սերժ Սարգսյանի ժամանակ 6 միլիարդի բան զենք մենակ Նիկոլա նվիրեց բանին, չէ, Ալիևին։ Այդ որտեղից։ Հա, բայց կարող է, չէ, ասենք, անընդհատ խոսեին, սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի PR-ի վրա էլ են շատ վատ աշխատել։ Այդ մարդը մի ահռելի բանակ է ստեղծել, ահռելի պաշտպանական բան է ստեղծել, այդքան զենք ենք ունեցել, ահռելի զենք ենք ունեցել։ Մեծ ներդրումներ ա եղել, ապրիլյան պատերազմի կհիշեք։ Ապրիլյան պատերազմը հաղթել։ Թեզեր կային, չէ, լիքը թուրքական թեզեր։ Մեկ օրինակն էր, որ մենք չունենք բան, այն կամերաներից դիտարկող։ Ամենազավեշտալին գիտեք որն էր, որ այդ ասողները հրապարակել էին Թալիշի 171 դիրքից կադրեր կամերայով նկարած։ Այսինքն կամերայի կադրերը իրանք դա հրապարակում էին, որտեղ հստակ, ասենք, լեննականցի օֆիցեր էր մի հատ նստած, այսօրապես հիշում եմ, էլի բարբարով խոսքը։ Հստակ տենում են թուրքերը ոնց են գալի։ Ու դիրքերի մեջ կապը պայելով, ասում են, այսի մեր ուժանց դիրքի ուղղությամբ ա գնում, մի հատ տղեկին խաբար արեք, ու այդ նույն մարդիկ դա հրապարակում էին, որ տեսեք ինչ վատ բանակ ա մեր մոտ, չես հասկանում դրա ինչն ա վատ, մարդիկ ծառայություն են իրականացնում։ Ու ասում են, որ դիտարկող սարքեր չկա։ Հետո դուք հիշում եք, որ բյուջետային աշխատավարձերը ինչքան բարձրացան։ Ինչքան բարձրացան բյուջետային աշխատավարձ սոցփաթեթը եւ ինչքան երիտասարդներ ընտանիքներ ունեցան, չէ՞, այո, այդ ամեն ինչը, ինչքան շատ, բայց ինչ էր, բայց չկար։ Հիմա ես ասեմ կնեղանան, հա, Սերժ Սարգսյանի PR-ով զբաղվողները, բայց դրա մասին ոչ խոսում էին, ոչ էլ ընդհակառակ։ Ինչ որ մի հատ փոքր բան է, խմբեր էին ջահելների ձևավորը, իրանց մասին էին մտածում, դե դա որ ինչ որ խմբեր սկսում են իշխանության մեջ միայն իրենց մասին մտածել, այսպես է լինում։ Ինչի համար ես սա ասեցի, երբ որ բանը սկսեց արդեն երկրորդ նախագահի թիմը, այն էլ երևի այնքան ասեցին հազիվ խելքներին հասավ, էլի որ այս մարդու ժամանակ 5 անգամ թոշակա բարձրացել, այս մարդը ի վիճակի է, չէ, տնտեսությունը այսպես զարգացրել է, 400,000 աշխատատեղ է ստեղծել, միակ նախագահն է ում ժամանակ 5 միլիոն հայություն վերադարձել է, չէ, հավանակի ականջում քնած Ռոբերտ Քոչարյանի թիմը, եթե ընդ թիմ կա, չգիտեմ։ Մի քիչ սկսեցին ավելի կոնկրետ խոսել, որ Ռոբերտ Քոչարյանը գալու է 50%-ով աշխատավարձը բարձրացնելու, այս այն մարդն է, որ 5 անգամ բարձրացել, անգնավորվեց։ Դե հենց որ Նիկոլա Քոչարյանի անունը լսում անգնավորվում է, չէ։ Ինչից խոսում են, չի, տարօրինակ է, չէ։ Ինչից խոսում են, չի անգնավորվում։ Դե իրան թվում այնքա արդեն Սերժ Սարգսյանին հաղթել է, բայց հələ մի քիչ էլ հետ պետք է գնա էլի տենց բան հաղթի։ Հենց սկսեց արդեն մի քիչ սկսեցին PR-ով կա շատ կոնկրետ ասել, որ գալու է 50%-ով բարձրացնելու է թոշակը, գնաց վազելով բան արեց 10,000 դրամ մի տեղից որտեղից այն բաներից էլի մի հատ պարտքա կբերի, ասեց այն մինիմում թոշակը եկեք բարձրացնենք, էլի այստեղ էլ էլի փաստորեն նախկիներ էլի, ասեն Քոչարյանը ստիպեց, որ այս մարդը գնա ինչ որ մի բանի, էլի ինչ որ մի բան անի, գոնե ինչ որ մի բան թոշակավորի համար անի։ Եվ սա նշանակում է մի կարևոր բան, որ ընտրական պայքար է գնում եւ այս ես խեմ ասում էլի։ Եվ նորմալ աշխատեք, լավ աշխատեք, ճիշտ աշխատեք։ Չէ, ես մարդկանց եմ, այս բան մարդկանց եմ խոսքը սուղում։ Չգիտեմ, ընդդիմադիր ուժերն է կարող լսեն, բայց մարդկանց առաջին հերթին խոսքը սուղված, որ ձեր քվեն կարևոր է։ Հիմա տեսեք ձեր քվեի համար ինչ կռիվա տալիս Նիկոլը, տեսեք ինչեր է անում։ Տեսեք, մենք Հա, ճիշտ ասեցի, դեկար, այսինքն ինչքան կարևոր է սիրելի հայրենակիցներ, որ գնալ ընտրության, տեսեք ինչքան վախեցած է Նիկոլը, որ նախ ձեզ ասում է լավ եմ անում միլիարդների բան եմ տալիս, շատ լավ եմ անում, հետո մոտավորապես ասում է դուք դեբիլ եք թոշակառուներին, որ ձեզ փող տամ չգիտեմ, բայց խելոք իր թքածը լիզում է ինքը ու որոշում է որ պիտի անի, որովհետև շատ լավ հասկանում է, որ թոշակառուները ինչքան կարևոր են։ Հիմա մնում է որ ընդդիմությունը հասկանա։ Բազմիցս այս տաղավարում նաև այն հայեցակետից խոսել եմ, որ եթե ընդդիմադիր դաշտում իրական ուժերի կենտրոնացում միավորում չլինի,
մոռացեք ընտրություն կլինի, հեղափոխական փողոցային ճանապարհ կլինի, impeachment կլինի, ոչ մի տարբերակը չի հաջողելու, մնում եմ բնականաբար իմ կարծիքին, բայց այդ նախորդ թողարկումներից անց որոշ զարգացումներ են եղել, որոշ բաներ են փոխվել եւ դա նաեւ իշխանություններն են ֆիքսում, մասնավորապես ընդդիմադիր դաշտում ամեն ինչ իհարկե իդեալական չի, ամեն ինչ նույնիսկ լավ էլ ես կդժվարանամ բնորոշել, բայց կա միտում այդ ուժերի կենտրոնացման։ Այսինքն ի վերջո այսքան քարոզչությունից, նաև բնական այսքան ժամանակ անցավ 21 թվականի սխալներից, այս ամեն ինչից հետո արդեն այդ գիտակցումը կա, որ չի կարելի այդ առանձին փուճուր-մուճու ինչ-որ ուժերով փորձենք միավորվել։ Իշխանությունները սրանից սարսափում են։ Իրանք նույնիսկ բառացի են այդ մասին ասում, որ թույլ չենք տալու Գյումրիի տարբերակ, այսինքն թույլ չեք տալու, օրենքը փոխեք, գրեք օրենքում կարա մասնակցի, ընտրություններին կարա մասնակցի մենակ ԿՊ-ն պրծեք։ Այսինքն այդ որ իրանք ասում են մենք դա թույլ չենք տալու, այդ ինքը արդեն ընտրախախտում է։ Մարդիկ ընտրախախտումը պատկերացնում են այդ 90-ականներից մինչև 2000-ականներ, 2010-ականներ եկած տեսարաններով, որ ընտրատեղամասերի դեմ ինչ որ կասկածելի մեծ գազելներ են կանգնած, ինչ որ տձև դեմքով մարդիկ կողքներ ինչ որ այլ մարդիկ, որոնք մարկանց բերում մտցնում են, ինչ որ առեղծվածային լռություն պահպանելով, կարուսելը, լցոնումները, հոսանքի անջատումը, բայց մենակ այդ չի։ Դա բանն է, կուլմինացիան է։ Կոնկրետ այս 26 թվականների ընտրությունների կեղծիքը սկսվել է հələ անցած ամառ Սամվել Կարապետյանի ձերբակալումով, չգիտեմ, սրբազանների ձերբակալումով, որոնք իհարկե քաղաքական գործիչ չեն բնականաբար, բայց մենք օբշի մի ազգ ենք, չէ՞, մի քաղաքական գոյացություն ենք, եկեղեցին էլ այդ ամեն ինչի մեջ, այդ ամեն ինչից վեր, այդ ամեն ինչին տիրություն անելով մեր եկեղեցին է, այդ էլ նույն բանն է, նույն շղթայի մասն է։ Ընդդիմադիր ասենք բլոգերների, ուղղակի անուններով ասեմ, բայց համե վախում եմ սաղին չհիշեմ, ասենք Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Վաղաշապատի գործով, չէ, արդեն ունենք քաղբանտարկյալներ ոնց որ ընտրությունների սկսել է։ Սերժ Սարգսյանի վրա գործերը անընդհատ, ասենք այդ մարդը ամիսը 1-2 անգամ ոնց որ չլինի դատարանա գնում։ Կարծեմ Ռոբերտ Քոչարյանի վրա էլ ինչ որ մի բան թե վերաբացել են, այս անտրակեղծիք է։ Սա արդեն սկսվել է, եւ հիմա սրա երկրորդ ռաունդն է սկսվել, որ թույլ չենք տալու Գյումրի 2, այսինքն թույլ չենք տալու, որ ընդդիմադիր ուժերը կարողանան միավորվել եւ հաղթել։ Չէ, եթե դու ընտրություններից առաջ ասում ես, որ թույլ չենք տալու ընդդիմությունը հաղթի, դա կեղծիք է, բայց նույնիսկ հիմա ոչ թե սա հուսահատության անելանելիության քարոզ է, այլ որ իշխանությունը այնքան թույլ է, այնքան լեգիտիմությունը կորցրած է։ Այդ թվում թվային արտահայտությամբ, հա, իրանց վարկանիշը համեմատած հոկտեմբեր ամսվա ընկել է։ Ու իրանք էլ դրա մասին լավ գիտեն, միգուցե բոլորիցս լավ, բայց մենք էլ գիտենք, որ ընկել է։ Որ այդ ամեն ինչով հանդերձ այդ կեղծիքներով, հա, հիմա սկսել են նաև իրանց հետ աֆիլիացված մարդիկ, հենց անձամբ իրանք հայտարարել, որ սրան չգրանցենք, չէ, սրան չգրանցենք, նրան չգրանցենք, ասենք Ուժեղ Հայաստանը գրանցված կուսակցություն է, մի հատ կարելի է, հա, նայել եմ։ Արման Բաբաջանյանը։ Կա այդպես կուսակցություն, եթե մտնեք բան, Արտադրության նախարարության աշխատակազմի պետռեգիստրի գործակալության կայքը, իր register.am կա այդ կուսակցությունը, Ուժեղ Հայաստանը, իսկ ոչ չթողնենք մասնակցի։ Որ օրենքով, կամ ասում են Ռոբերտ Քոչարյանին չթողնենք մասնակցի։ Այդ ինչ է, այսինքն մարդուն ընտրական իրավունքից զրկեք։ Բայց մենք հիմա ասենց ոնց որ ասում մի քիչ էլ զավեշտի ենք տալիս, բայց իրանք փորձում են։ Ես համաձայն եմ ձեր հետ Անժելա, որ դիմացություն պետք է լինի, փորձում են։ Սկսել են հա այդ ձեր ասած երկրորդային կերպարներով, պետք լինի արդեն բաց դեմքով կսկսեն, ոնց որ այս եկեղեցու դեմ ամեն ինչը սկսեց ինչ որ մի հատ Ստյոպայից, հա, արդեն Ստյոպայ է ինքը, իրա մի հատ ստատուսից։ Հա, բարձր ԿՊ-ականները դա տարածում էին, կիսում էին, լայք էին դնում, գրկում էին։ միացան հետո։ Բայց սկսեց դրանից։ ԿՊ-ականները միացան հետո արդեն տեսան անճար վիճակ է Նիկոլը, անձամբ սկսեց Նիկոլը։ Հիմա ժորտ, այս թեման կարևոր է, պետք է ֆիքսել, որ ի վերջո ինչ է նշանակում ընտրությունը կեղծել։ Այսինքն այն կամարտահայտությունը, որը ողջամտորեն հավանական է, իրատեսական է, որ ժողովուրդը ինքը արտահայտեր, այդ կամարտահայտության դեմը առնել։ Ինքը մենակ էլի եմ ասում, այդ լցոնումը չի, այդ լույսը անջատելը չի, այդ ամենաերևացող մասն է։ Իրական բովանդակային ընտրակեղծիքը, երբ որ դու չես թողնում, որ գրանցվի այն արդյունքը, որը կգրանցվեր, եթե ժողովուրդը հնարավորություն ունենար օրենքով ամրագրված արդար պայմաններում կարծիք հայտնել։ Հիմա այս պահին
զուտ թվերով եթե ամենաթարմ սոցիոլոգիական հարցման թվերով նայենք, իրանք պարտվում են ԿՊ-ի մասին է խոսքը։ Ու իրանք էլ դա գիտեն։ Հա, բայց պարզ է, եթե այնտեղ հետևից ընդդիմադիր ուժեր են գալի, ասենք 3 ուժ, 3 չէ, 1, 2, 3, հա, անցողիկ։ Եթե 3-ից 2-ին բռնես չգրանցես, դե պարզ է, որ այտենց կհաղթես, բայց դա հաղթել չի, դա ընտրակեղծիք է։ Իսկ ընտրակեղծիքի զոհը կարելի է մտածել, թե այդ կուսակցությունն է, որին չգրանցեցին, որի ձայները գողացան, բայց կյանքը ցույց է տալիս ժողովուրդն է։ Մինչև այսօր մարդիկ կան ժողովրդի մեջ եւ նաեւ ասենք գիտական համայնքում, որ 96 թվականի ընտրություններն են հիշում։ Հիմա հա, տենց Վազգեն Մանուկյանը պետք է հաղթեր, զասուձից արեցին, կեղծեցին, չհաղթեց, Վազգեն Մանուկյանը սաղ սալամատ հա, Աստված երկար տարիների կյանք տա, առողջություն տա, ապրում է ինքը, այդ մարդը կա։ Բայց տուժողը ժողովուրդն է ի վերջո, այդ հետագիծը տրայեկտորիան, որ այդ ընտրությունների կեղծիկը գծեց մինչև այսօր, անկախ Հայաստանի պատմության մեջ, մինչև հիմա ջարմեն ժողովուրդն է քաշում։ Որտեւ ի վերջո այդ ընտրության իմաստը ոչ թե որ Վազգեն Մանուկյանը հաղթի կամ Սամվել Կարապետյանը հաղթի, այլ որ հասկանանք ժողովուրդը ինչա ուզում։ Շատ լավ, ես գիտեմ, որ հարցումներ են անցկացում, պարզ է, որ այսպես առանձին թվերով չեք ներկայացնի, բայց ընդհանուր պատկերը ինչքան որ հնարավոր է խնդրեի ներկայացնեք։ Այս պայդրությամբ ամենամտահոգիչ հարցերը ժողովրդի համար, ինչն է իրենց համար կարևոր, կարծեմ նաև այդպիսի հարցումներ կան։ Կան, հա, անվտանգությունն է առաջին տեղում, սոցիալական հարցերն է առաջին տեղում, ինչն է առաջին տեղում։ Ֆինանսատնտեսական եւ անվտանգային հարցերը իրանք կիսում են այդ առաջին երկու հորիզոնականներում են փոխնի փոխ, նախորդ օրինակ աշնանը փոքր ավելի բարձր էր անվտանգության խաղաղության բանը, աստիճանը, հիմա մի փոքր երկրորդ տեղում է, ֆինանսատնտեսականն առաջինում, բայց ֆինանսատնտեսականը ոչ թե ուղղակի 1-2%-ով եկել առաջ անցել, այնտեղ բավականին մեծ տոկոս է, բավականին մեծ աճ է ապրել, ինչ նշանակում է մարդիկ ռեալ սկսել են էլ ավելի վատ ապրել կամ գիտակցել, որ սկսել են էլ ավելի վատ ապրել։ Եվ նաև այսօրվա այս թոշակների թեման, այսօրվա երեկվա նաև դրա մասին է, որ իրանք էլ չափում են, տեսնում են, որ հիմնական ցավոտ կետը այդ է եւ փորձում են դրա վրա բան անել։ Բայց թող թյուր տպավորություն չստեղծվի, թե անվտանգությունը առհասարակ չկա, չէ, ինքը ստաբիլ իր ոնց որ տոկոսային ցուցանիշ ունի, լինի առաջի տեղում թե երկրորդ, եւ միևնույնն է, մարդկանց մեծամասնությունը 70 եւ ավել տոկոս, հիմա այսպես անգից չեմ հիշի, բայց չի հավատում երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ այս բլեֆի այս խաղաղությանը ոչ մեկ չի հավատում։ Էնպես որ եթե ես ասում եմ 70 եւ ավել տոկոս, այդ համարեք որ այդտեղ բաներ կան, այս իշխանության աջակիցներ էլ կան, որտեղ չի կարա 70% մենակ։ Նիկոլի աջակիցներն էլ չեն հավատում Նիկոլի բերած խաղաղությանը, հա։ Մի մասը չի հավատում։ Չէ, գիտեք ոնց հիմա եթե սոցիոլոգիայի լեզվով ես խոսում, այդ մարդուն երբ որ հարց ես տալի հավատում ես երկարատև կայուն խաղաղության, ինքը ասում է չէ, դե թուրքը մնում է թուրք։ Ինքը դա կարող է Նիկոլի հետ չի ասոցացնում, որ ես Նիկոլին չեմ հավատում, կարող է Նիկոլին ցած 10 շարելով եկել է։ Բայց զուտ երբ որ այդ հարցը տալիս ես, ինքը այլ մոդալության մեջ է մտածում, ասում է չէ, ոնց կարա թուրքի հետ խաղաղություն լինի։ Բայց միևնույնն է, դա էլ է կարծիք, դա էլ է պատասխան, դա էլ է հաշվում, որ ոչ։ Ու տենց այդ ոչերը գալիս են 70 եւ ավելը անցնում են։ Իրանք էլ սա գիտեն, դրա համար հիմա 3 հատ ինչ որ տենց սրբազան կովեր են վերցրել իրանց քարոզչության համար, մեկը այդ իբր խաղաղություն տրիպն է, այդ երկուսը մի փաթեթի մեջ։ Դե դա չպայթեց Վենսի գալուց հետո, երբ որ պարզ ասեց ատոմականը պիտի փակվի, դուք ճագարներ եք, փորձադաշտ պիտի լինի, այդ մոդուլային համակարգը լինի, դրանից հետո էլ Էրդողանի փեսան հայտարարեց, բարով եք եկել, էներգետիկ համակարգով միանում եք մեզ, իսկ դրա հետևանքը, այսինքն սատկացնելու ենք, սովի ենք մատնելու, սառնամանիքա լինելու, այդ շատ արագ պայթեց։ Ընդ որում այնքան հիմար էին, որ հրապարակայնացրեցին այդ ամեն ինչը, էլի կարող էին մի քիչ ավելի գախնի, հետո էլ ասեցին 9 միլիարդ էլ դուք պետք է տաք, այս տարածքն էլ մեզ եք տալի, այսինքն արդյոք չպայթեց Վենսի գալով այս ամբողջ Ալիևն էլ չհամբերեց 2 օր հետո մի ուրիշ այլանդակ հայտարարություն, որ սուտ է, սահմանադրություններ պետք է փոխեք, անկախության հռչակագիրներ, թուրքերին էլ բերելու եմ Երևան։ Հա, բաներ ուզում ասեմ, այդ ինչքան պիտի ավարտված դեբիլ լինես, որ հավատաս այս խաղաղությանը։ Խաղաղության խաչմերուկի հետ կապված է, ասեք գնացեք Բայդենից հետ իմացեք։ Հա, այդ է գնացեք Բայդենից, տեսեք ինքն է հավանարել։ Չէ, դե տեսեք, ստեղ ընդհանուր ֆոնն է կարևոր, հիմա այս մանրամասնությունների մի զգալի մասը մարդկանց չի հասնում, ստեղ արդեն մեր անելիքն է որ հասցնենք։ Հիմա նույնն էլ իդեպ օրինակ ջրերի հարցում է։ Տեսեք, ջրերի թեման ինքը, որ ասել են
լիքը համայնքներում, այդ թվում Երևանում 17 ժամյա է դառնալու մայիսից։ Այս տարի բավականին տեղումն առատ էր, այս մի ամիս է որ կտրվել է 3 շաբաթ, չէ՞, այդ սաղ ցներ, անձրևներ, բաներ, ինչի՞ց է։ Ես հիմա չեմ հիշի 2 տարի առաջ էր կարծեմ կամ տարուկես, համենայն դեպս Արցախի ժամանակավոր անկումից հետո էր, Ամերիկան հայտարարեց, որ իր մասնագետները նույնպես ներգրավվելու են Հարավային Կովկասում, Հայաստան, Ադրբեջան համատեղ մասնագետական հանձնաժողովով ջրագրական, գետաբանական այդ ցանցի բաշխման շուրջ աշխատանքների ուղղությամբ։ Ինքը sense մի քիչ բարդ է հնչում, եթե ավելի պարզ ասենք, այսինքն Ամերիկան փորձում է թաթը դնի այս տարածաշրջանի վրա, մոտապես նույն բանը, իրավունքները, բանը, ներկայությունը, հələ մի բան էլ ավել ստանա, ինչ որ ժամանակյան Ռուսաստանն է ունեցել, ու ինքը մենակ էներգետիկով չի դրսևորվում, այսինքն նաև բոլոր տեսակի, բաշխում ոնց է լինելու։ Սովետը մոտավորապես ոնց է եղել, Սովետը եկավ, ստեղ հաստատվեց, սկսեց ամեն ինչ բաշխել, չէ՞, սկսած տարածքներից, օրինակ ասին հա լավ, Զանգեզուրը հայերին, Լոռին հայերին, Ջավախքը վրացիքին, Ղարաբաղը թուրքերին, Նախիջևանն էլ թուրքերին բաշխեց։ Հետո սկսեցին նույնիսկ ինքնություններն ու մշակույթները բան անել, բաշխել։ Օրինակ, ասին լավ, աշուղական արվեստը հայերին, մուղամը ադրբեջանցիներին։ Չէ՞ կամ գինին վրացիներին, կոնյակը հայերին։ Իդեպ նույնն է։ Չնայած որ Հանքային ջուրն էլ կարող է կիսել, դուք էլ ունեցեք Բորժոյում, մենք էլ ունենանք։ Չնայած որ օրինակ կաթնամթերքը, ասենք մեծ բարձրային երկրները, շատ ավելի ժամ։ Բոլորս էլ ամեն ինչից մի քիչ ունեինք, նենց չի որ ասենք Հայաստանը։ Ամենայն դեպս օպերա, ակադեմիաներ, համալսարաններ, ուզբեկն էլ ուներ, հայն էլ տաջիկն էլ վրացիներ։ Չէ, ես նկատում եմ ի սկզբանե մենք էլ ունեինք գինեգործություն, բայց հա բաշխեցին, ասին լավ չէ, դրա վրացիք, նույնիսկ ծիծաղալու է վերջացանցները, օրինակ Հայաստանում Կիրովական էր, Ադրբեջանում Կիրովաբադ էր, չնայած որ այդ ապատ վերջացանցը ինքը իրանական է ու հայկական լիքը տեղանուններում կասենք Սարդարապատ, կարա շատ հանգիստ մեր մոտ էլ լիներ Կիրովապատ, բայց ամեն ինչ որ բաշխացեր, ինչ որ մի պրինցիպ։ Այսինքն մենք ապագայում առաջիկայում ջրի լուրջ խնդիր ենք ունենալու, բա այն որ հայտնի հիմա կասեք էլի պրիմիտիվ ինչ որ բաներ եմ ասում, բա ասում էին Արցախը տանք հանգիստ ապրենք, Սյունիքը տանք հանգիստ ապրենք, Գեղարքունիքը տանք հանգիստ ապրենք, բա այդ որ տալիս եք այդտեղ ջուր կար, չէ՞, ջրային ռեսուրսներ կային, չէ՞, հաց կար, չէ՞։ Բացի ջրային ռեսուրսը, նաև մենք էինք բաշխողը։ Մենք էինք բաշխողը եւ այդ ամենակարևորը։ Այո, մենք էինք բաշխողը եւ Չէ, մի հատ բայց հիշենք էլի այս թեման, երբ որ Արցախը մեր ձեռն էր։ Ցորեն էինք բերում Արցախից։ Սարսանգի գործը, Սարսանգի թեմայը, որ նաև միջազգային դատ էր եղել, ադրբեջանցիք ասում են հայերը բան են անում։ Կարող են ջրի հունը փոխել։ Ջրազրկում են մեզ։ Այն ժամանակ հիշում եմ ականջը կանչած Աստված իրանց բոլորին ազատություն տա։ Դավիթ Բաբայանը նույնիսկ բանով էր հանդես եկել հրապարակմամբ, ոչ թե առաջարկով, այլ ինքը առաջարկի մասին բարձրաձայնել էր, որ լավ, մենք պատրաստ ենք որպես արցախյան կողմ որոշ զիջումների, ոնց որ թույլ տանք, որ Թարթարի ջուրը գնահասնի այդ բան Միրբաշիրի գյուղեր, եթե դրա դիմաց Ադրբեջանն է օրինակ մեզ ջրի նավթամթերք տա։ Այսինքն բան ունես, չէ, առևտուր անելու։ Բան ունես, չէ, խոսելու։ Հակամարտող երկրներ։ Ոչ թե ասում ես տարածքը տամ, հիմա էլ Սյունիքը Թրամփով բանով սենց է տրիպով տամ, այդ տարածքները նվիրեմ, հետո կտեսնեմ։ Էնի զիջում չէր, էնի շատ հստակ բան էր, ախպեր հակամարտող երկրներ ենք, հարցը լուծված չի, սաղ փակ է, բայց լավ, ինչ որ բազային մի հատ ինչ որ մարդկային մինիմալ բաներ կա, որ մինչև վերջի մարդիկ չենք վերացնելու, լավ, մենք ջուր, դուք, բայց դա հաղթողի դիրքից էր։ Ու այդ հավասարության բանով էր, որտեվ նախ այդ ջրիտերը դու էիր, այդ ջուրը կար, այդ ջրիտերը դու էիր, ու դու կարում էիր խոսալ։ Այդ տանք հանգիստ ապրենքը որտեղից, որ վերջում հիմա եկե հասել ասում փողոցը տանք, կողքի փողոցը տանք հանգիստ ապրենք։ Ուրիշ երեխեքին տանք հանգիստ ապրենք, հա։ Այս տարածքներն էլ էսել տանք, ավելի հեռու հացը տանք հանգիստ ապրենք։ Թումանյանի ասենք հիմար կկվի բանից, պատմությունից ինքը կա որպես դարերով տենց բան բարձր Հիմա որ արդեն Սյունիքը այս տրիպով այս ամեն ինչը տալիս է դեռ կա մեր ժողովրդի մոտ էսել տանք հանգիստ ապրենք թե արդեն հասկացել են որ հետևից Ալիևն ասես չէ մնացածնել եմ տանում ասեմ հարցումների ժամանակ մենք այս հարցում որ ասում եմ նկատի ունեմ մեր հայկական նախագիծ կազմակերպության իրականացած վերջին թարմ հարցումը նաև նման հարց ենք տվել որը ձեզ
Ինչն է, եթե կա այդպիսի մի բան ասես, ապա ինչն է, որ Հայաստանը երբեք չպետք է կորցնի կամ զիջի։ Ինչքան էլ թուլացած լինի կամ ինչքան էլ արտաքին ուժերը պահանջեն անել դա, առաջի տեղում բանն է, հողերն է, չէ, հողեր։ Ասում են չպետք է տան հողերը։ Հələ էս ոնց որ ինչ մնացել է։ Այսինքն ամեն մեկը Այսինքն խելքի են եկել, որ եթե տալիս ես ու նվաստես, հա տալու ես։ Հասկացել եմ, որ դու մի օր կանգ Այս որում տարբեր ձևով են մարդիկ այդ պատասխանները ասել։ Կային մարդիկ լավ հիշում են, ասում են Երևանը։ Այդքան վատ է, էլի արդեն մեր վիճակը։ Մարդկա ասում են Սևանա լիճը, այսինքն հենց այդ ջրային բանի առումով։ Բայց մեծ հաշվով հողերը չպիտի։ Մարդիկ այն ընդհանուր էին ասում, դե մեր տարածքը հողերը էս ինչ որ մնացել է։ Շատ լավ։ Քանի որ ժամանակը քիչ է, Էդգար, մի քանի հարցեր ունեմ, արագ փորձենք պատասխանել եւ անցնել։ Սումգայիթի ջարդեր, Բաքվի ջարդեր, Կիրովաբադի ջարդեր, Ցեղասպան ժողովուրդ Ադրբեջան, Ցեղասպան Ալիև, որ ցեղասպանությունը շարունակեց, չկանգնեցեց, հետո Արցախում ցեղասպանություն եղավ, հիմա 570,000-ից մինչև 800,000 հայության մասին է խոսքը, որ ապրում էին պատմական Արցախում 150,000 եւ մնացած 6 մոտավորապես 600 տարբեր թվեր են ասում, հա 570-ից մինչև 700,000, որ ապրում էին Ադրբեջանում, երբ են վերադառնալու Ադրբեջան եւ ինչի սա չի գալիս հրապարակ այս խոսույթը, որ քանի դեռ 600-700,000 հայ չի վերադարձել Ադրբեջան, որևէ ադրբեջանցու վերադարձում մասին չի կարող խոսք լինել։ Տեսեք, ես խոսքը Եվ նաև որ բանը ցեղասպան այնքան թույլ նվաստ ոտքերի տակ անկած էս ԿՊ-ն թշնամու, որ ցեղասպանություն իրականացած բարես բուն իմաստով Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում ցեղասպանություն իրականացած ադրբեջանցի ժողովրդի այդ իշխանությունը այսօր իրան իրավունք է վերապահում Միաթ Խոջալույի մասին խոսել, ավելին, ատել ասում է, որ բան են նացիստներ, ֆաշիստներ են եւ այս ազգը չէ, թույլ չեմ տալու։ Ալիևի վերջին հայտարարությունը հարցազրույցի ժամանակ այդպիսի բաներ ասել։ Երբ են վերադառնալու 800,000 հայեր Ադրբեջան։ Այս վերադարձի հարցում ինչն է էական։ Մեկ մենք այտենց ոնց որ պաշտպանվելու ինքնապաշտպանվելու համար ասում ենք չէ, ոնց թե իրան գանստեղ դե որ տենց ուրեմն մերոնք է պետք է գնան ոչ միայն Արցախ, Բաքու, Տներվան եւ այլն։ Ալիևն շատ հանգիստ կանգնում է, այդ ես խոսում եմ ազգային ներհայեցողություն ունեցող մարդկանց մասին, հա, որ մտածում են, որ ճիշտ է այդ ձև փաստարկել։ Այդ ձև այդքան է ճիշտ չի փաստարկել, որովհետև նախ կա Նիկոլ, երկրորդ կա Ալիև։ Ալիևը շատ հանգիստ կանգնում ասում է հարց չկա, եթե Ղարաբաղում ապրածները ուզում են վերադառնալ։ Չէ, ոնց է դու ասում ես անվտանգությունը պետք է ապահովված լինի, գանք, ուրեմն դու էլ բարի կլինես, չգիտեմ, խաղաղապահներով, միջազգային իջերով կապահովես եւ 800,000 հայությունը կգնա կապրի Ադրբեջանում։ Դե հիմա դրան են գալիս, որ ոչ թե ուղղակի պետք է ասել, դե ուրեմն մենք էլ ենք գալու, Ալիևն ասում է եկեք։ Եթե դուք դե խոսում եք, որ Ղարաբաղում ապրածները Նիկոլին ասե, ոչ թե գնա տես ծառա, եսի ինչի պես ոտքերն ընկի, վախեցած ասա պիտի գա։ Գնա ասա, քանի ես 2 ամիսա իշխանության ես, քանի ամիսա մնացել որ մնա իշխանության։ 2 ամիսա վերընկացես ասա դրա մասին։ Մի հատ ավարտեմ, ստեղ ինչն է Ալիևին նաև հնարավորություն տալի խոսալու, ինքը գիտի որ հայերը չեն կարողանալու գան։ Իսկ ադրբեջանցի կարողանալու են գալ։ Հիմա ստեղ ինքը այսօր գիտի, իսկ վաղը այսօրվա մասն եմ խոսում, պայմանների վերացման մասին է։ Այստեղ ուզում եմ որ մենք ինքներս մեր բանի զոհ չդառնանք, որտեղ որ մենք մեր քարոզչական զոհն ենք դալի, ոչ միայն Ալիևն է սկսում մեզ բան անել, ձեռ առնել կոպիտ ասած, այլ նաև այս իշխանությունները։ Դու չզարմանաք, Էդգար, բայց միջազգային հարթակներում կարա չէ՞ հարցերը բարձրանա։ Պահանջել ես իշխանությունից, որ այս հարցերը բարձրացնեն, որ լռեցնեն իրեն, ինչ ադրբեջանցիների 300,000 գալու մասին է խոսքը։ Այմարդ իրանք կկանգնեն, Անժելա, չեք ճանաչում սրանց, թուրքերի մասն ենք խոսում, իրանք կկանգնեն, ասեն, հա, всё, ստորագրել ենք, ով ուզում է թող գնա։ Ստորագրել ենք, հենա, այդ ադրբեջանցին, որ արդեն եկել է, ասենք, չեմ, Տավուշի հով գյուղում կանգնել է։ Հա, ստորագրել ես։ Միադրանից առաջ դու կընդունես, որ դու Բաքվում ցեղասպանություն ես իրականացրել, մի հատ կընդունես, որ դու Սումգայիթում ցեղասպանություն ես իրականացրել։ Մենք բանը, կարծեմ, այստեղ որ այդ 100,000 ադրբեջանցիները ապրել, հաշտ խաղաղ սիրուն գնացել են, ճիշտ է։ Գնացել են թե չէ, տների փոխանակում ես Մասիսի շրջանում եմ, անգամ իմ հայրը դրա մեջ նամակներ ա ստացել իրենցից, որ ինչ պայմաններ են ստեղծել, շնորհակալական նամակներ, ոնց են գնացել այստեղից։ Ահա, հիմա հայրը ոնց են եկել այդտեղից, մազապուրց եղած, չէ՞, ցեղասպանությունից փախեպախ։ Բաքու, սոլմատը միջազգային բաները բարձրացրեք, որ այս Սումգայիթում ինչա տեղի ունեցել, Կիրովաբադում ինչա տեղի ունեցել, Բաքվում ինչա տեղի ունեցել, Արցախում էլ մի հատ այս հարցերը բարձրացրեք, տեսնենք ինչա պատասխանում Ադրբեջանը, ինչի տակ է մնում։ Հետո դրանից հետո նոր կխոսանք, այդ իրանց 50,000 հայ բանը
թուրք շունա գալիս, թե ինչ է գալիս այստեղ։ Ասած սենը հա որ այս եթե հայլայնության մասին է խոսքը, ապա պետք է գնանք արդարության վերականգնման, որ դե լավ։ Ամեն ինչ սկսում է դրանից է։ Հա, եթե ով ոնց գնացել է տենց պիտի վերադառնա, ու պետք է արդարության վերադարձ լինի, որտեվ ես դե ըստեղի թուրքերը գնացել են տները ծախել։ Հա, բայց ինքը ստիպված, եթե ինքը չի ընդունում ցեղասպանությունը, արդարությունը չի վերականգնում։ Իսկ եթե ընդունում է, արդեն սեղանի բոլորովին ուրիշ բան է։ Իսկ եթե դու մեր ժողովրդի մեջ դա բարձրացնում ես, ժողովուրդը հասկանում է, որ արդարության հետևից կարելի է գնալ, պետք է ուղղակի շներին վռնդել։ Իրա մեջ արտանում են, որ մենք այնքան ճանապարհներ ունենք արդարությունը վերականգնելու, այնքան բան կա անելու, ուղղակի պետքա սրանցից ազատագրվել։ Էս ենք արտնասնելու ժողովրդի մոտ։ Այս այդ քայլերի երթականությունը նշում էին նրա համար, որտեվ այդ քարոշչությամբ իրանք էլի գցելու են ժողովրդի ջեբը, ասել են նա ստորագրել ենք, իրանք գալիս են, է ուզում եք դուք էլ գնացեք, որ դուք վախում եք չեք գնաս, ինչ անեն։ Ես ասեցի ինչ պիտի ասեմ։ Դրա համար ես ասում եմ արդարության վերականգնման, հա, Արցախից ոնց են իրանք դուրս եկել, ոնց են պայթեցրել, ինչ սպանություններ ա եղել, չէ՞ բարիս բուն իմաստով ինչ են արել։ Մարդիկ տեղահան են եղել, չէ՞ դա ցեղասպանական բան է, ոնց է տեղի ունեցել։ Ուրեմն մի հատ միջազգային բանով պահանջեք թող ընդունեն, որ սա ցեղասպան ժողովուրդ է, մի հատ որ միջազգային բանում ընդունվի սա ցեղասպան ժողովուրդ է, տեսնեմ քեզ ով ասելու գնա ցեղասպանի հետ ապրի, արդեն ուրիշ հարթություն է, չէ՞։ Թրամփն էլ գլուխը որ ակլորի պես բան կտասնիկ ասեն, որ այդ տահաս, այս ցեղասպան ժողովրդի հետ դու գործ ունես։ Սումգայիթը մարսած, Կիրովաբադը մարսած, Բաքուն մարսել է, հիմա էլ Արցախն է մարսել։ Եվ նա պատրաստվում է մնացած տեղերում ցեղասպանություն իրականացնել։ Իրանց մի կողմ դնելով, ձեր ասած է շարունակեմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է, դատապարտված վիճակում չենք, ոնց որ այո, նույն եկեղեցու օրինակով, որ չունենալով որևէ ինչ որ պետությանը համազոր ռեսուրսային բազա, բայց զուտ դիմադրության պոտենցիալի հաշվին ամենաբարդ շրջաններից մեկը դեռևս եղած եկեղեցին հաղթարես, նույնը նաև քաղաքականի մեջ է, նույնը նաև միջազգայինի մեջ է։ Այսինքն Հայաստանը այդ բանը ունի։ Շատ կներեք, եթե 90-ականների պատերազմը հնարավոր է եղել հաղթել, էներգետիկ կոլապսի, տնտեսական կոլապսի, շրջափակման, 100,000 հա, որտեղ այստեղ հիշում եք Նարեկ Կարապետյանը մի հատ անհեթեթություն դուրս տվեց, որ բան ա եղել, քանի որ տնտեսությունը թույլ ա եղել, մենք դրա համար 44 օրյա պատերազմում պարտվեցինք, բայց դրա համար ասեց ինչի 90-ականներին սարսափելի վիճակում էինք, բա ոնց հաղթեցինք, որտեղ արդարություն կար, մեջները հայրենիք կար, պատվախնդրություն կար եւ նպատակ ու ծրագիր կար, ճիշտ է։ Ինձ թվում է ինքն է գիտի, որ տենց չի զուտ ոնց որ քանի որ իրանց քարոշչության առանցքն է տնտեսականը Եթե մենք սա մասին խոսում ենք, ինքը երբ է հաղթում Նիկոլ, ինքը քանի որ նվաստացրել, թուլացրել, ասում է, դու նվաստ ազգ ես, հայր, Նիկոլինք ինչ են ասում, դու պարտված ես, դու խեղճ ես, դու անզոր ես, դու անճար ես, դու ցեղասպանված ես, դու ես, նստի տես գալու են տանը քեզ մի կտոր չոր հաց տան, թե քեզ մորթեն, դու նստիս խելոք, դու խելոք նստի, կամ քեզ կմորթեն, կամ չոր հաց կտան, բայց երբ որ դու ասում ես, տես չի է Հələ տես ինչեր են արել թուրքերը եւ ինչերի կարելի է հասնել եւ առհասարակ մենք ինչերի ենք հասել 90-ականներին, ել չեմ ասում երկու նախագահների ժամանակ միջազգային հարթակներում մենք ինչերի ենք հասել, որ պատրաստ էր Ալիև ինչերի էր, ինչի տակ էր պատրաստ անգամ ստորագրելու։ Չէ, 5 տարածքից էր ընդամենը խոսում։ Ինչ Արցախ, ինչ բան, 5 տարածքի մասին էր, կամ ամբողջ քննարկումը 5 տարածքի շուրջ էր գնում։ Մի հատ էլ պատերազմում ջարդված։ Դրա համար պիտի ասել հիմա, չէ, սիրելի հայրենակիցներ, այնքան բան կա բարձրացնելու։ Մենք գործ ունենք ցեղասպան ժողովրդի հետ, սա պիտի բերենք հրապարակել։ Մի հատ թող 3 ամսից սրանք ռադլն են գնան, տեսեք ինչքան տեղեր կա, որ կարող ենք բան անել։ Հաղթել ու նորից մեր արժանապատվությունը վերականգնել։ Իրականում մեր ժողովուրդը դրական բանի վրա եթե ամփոփենք, իրականում ժողովուրդը նույնիսկ այն հատվածը, որ դեռևս աջակցում է այս իշխանություններին, այս քաղաքակրթական հարցերում շարունակում է, այսպես ասենք, հա ճշտի կողմից լինել, եկեք մի օրինակով ուղղակի ամփոփեմ, sense դրական, մենք նաև հարց ենք տվել մարդկանց, արդյոք իրենք համարում են, որ Հայաստանը պետք է ձգտի ազատագրել հայկական այն տարածքները, հողերը, որոնք այս պայն Հայաստանի վերահսկողության տակ չեն։ Ջախջախիչ մեծամասնությունը պատասխանել է այո։ Էլի եմ կրկնում, այդ կարծեմ 80-ից ավել էր այդ տոկոսը, դա նշանակում է, որ այդտեղ մոտավորապես ինչքան որ այս իշխանության աջակից կա առհասարակ, ուրեմն այդ 80%-ի մեջ էլ այդքան կա այս իշխանության աջակից, որոնք ասում են, որ այո, Հայաստանը պետք է ձգտի ազատագրել կորցրած հողերը։ Ըստ որում այնտեղ երբ որ ասում ես, որ հողերը, մենակ Արցախ չեն ասում։ Ասում են սաղ մեր բոլոր պատմական հարցը ինչի մարդը ինչ է պատրաստ դրա համար անել։ Միգուցե ոչ մի բան։ Միգուցե
վաղը եւս մի հատ հող հանձնվի, ինքը ոչի բան չանի։ Հարցը այնա, որ մարդը գիտի, որ ասես ճակերտավորած ճիշտ պատասխանը է դա, ճիշտ է դա, հա, որ բայց իրան այս իշխանությունները ուրիշ բաներ են։ Բայց հա, ինչքան էլ այսքան տարիներ շարունակ էդ են ներշնչում, փոքր մասն է իրականում խղճուկ փոքրամասնությունը թվային արտահայտությամբ խղճուկ, որ ասма չէ։ Էդ էլ հիմնականում ասեմ ձեզ վախից ասողներն են։ Զուտ, այսինքն էլի իշխանությունների մեղքով, ոչ թե իրանք համոզված բան են, որ 29 ու վсё։ Այդպես մարդիկ էլ կան, բայց իրանք ընդհանրապես վիճակագրական բանում լուսանցքում են։ Այն հիմնական ոչ ասողները զուտ պրոստը վախից դրդված, որը էլի էս իշխանություններն են բերել։ Հերիքա որ այդ վախի փոխարեն ասենք ոգեշնչումը լինի, այդ էլ կփոխվի։ Նենց որ ստեղ ուղակի առաջնորդության բայց ուղակի նաև հիմա պիտի ասել որ պետք չի մի քիչ բանով ապրել, պետք է իրատես լինել, հիմա ասել գիտես ինչ որ տարածքների վերադարձ, չէ, սա այս պահին իրատեսական չէ, այս պահին իրատեսական է։ Այո, ձգտելու է, սրանց պիտի վռնդել, երկիրը, տնտեսությունը, անվտանգությունը ապահովել, տնտեսությունը վերականգնել, այդ ամեն ինչը ապագայի հարցեր են, որ պիտի խոսենք, բայց նաև այդ կասեցնելու համար մենք պիտի պատմական այս ամեն ինչը արդարությունը վերականգնենք եւ հրապարակ անենք միջազգային բաներում, որ կարողանանք գոնե կասեցնել եւ արթնացնել ժողովրդին, որ սրանց կարողանանք վռնդել։ Սրա մասին է, ինչպես օրինակ հայ առաքելական եկեղեցին մի հատ վերջին դեպքին եմ ուզում անդրադառնալ, նախ պիտի խնդրեմ որ Մարիամ հայ առաքելական եկեղեցու հետ կապված որ ասեցի հայտարարություն ա արել բան Ռուբինյանը այդ ռեպորտաժ կար էլի եւ նաեւ Արշակ Սրբազանի հետ կապված այդ հայլանդակ սուտը որ պայթեց ու նաեւ իհարկե համաձայն եմ ես ամեն օր դրա մասին եմ խոսում այնտեղ որտեղ որ կա դիմադրություն տեսեք, որտեղ որ արդեն սկսեց որ հստակ խոսել ճանապարհների մասին, ընդդիմությունը մի քիչ սկսեց խոսել, վեր կացավ Նիկոլը իրանց բակում իշքան այն այգուտակի հող կար, լցնում էր իր մեքենան, տանում այդ փոսերն էին, չէ՞, լցնում, դրանով էին զբաղված։ Իհարկե մի ուրիշ այլանդակություն, բայց կապ չունի, ինչ որ բան փորձում էին անել։ Երբ որ արդեն նոր վերջապես քնից զարթնեց Ռոբերտ Քոչարյանի թիմը եւ արդեն անհարմար չէ զգում արասների մասին խոսել, որ 5 անգամ թոշակը բարձրացել, հիմա գալու է ռեալ է, որ գալու է եւ թոշակը կրկնապատկվելու է, առնվազն այդ մինիմում նվազագույն այդ թոշակը գալու է բանը կրկնապատկելու, տեսակ ինքը փորձեց ինչ որ մի բան ճիշտ է, էլի խափում ասրիկայությունը, բայց ինչ որ բան փորձում է անել։ Հիմա եկեղեցու հետ կապված, խնդրեմ։ Հետաքրիր է սա։ Ազգային ժողովի փոխնախագահը սպառնացել է Սամոսավանքի քահանային։ Այսպես է արձագանքում Տերոշինի փաստաբան Արմին Էրֆանյանը քահանայի շուրջ աղմուկին։ Գրառման մեջ ենթատեքստով սպառնալիքի առկա, ընդ որում քրեական պատասխանատվության սպառնալիքի ձևով։ Ազգային ժողովի փոխնախագահը երկուշաբթի է Facebook-ի իր էջում գրառում արել, թե մի զույգ ցանկացել է պսակադրվել Սամոսավանքում։ Իսկ եկեղեցու քահանան զույգին իբր ասել է կարևորը քավորը ԿՊԱ-ական չլինի։ Այս ենթադրյալ դեպքն է եղել առիթ, որ Ռուբեն Ռուբինյանը սպառնալից ստատուս գրի, հիշատակելով նաև ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Միայն սրա համար պարակտիչ կտրիչ Ներսիսյանը պետք է դուրս շպրտվի եկեղեցուց իր պայմանների հետ միասին, իսկ Տերոշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել։ Ինձ ոչ մեկ չի կարող խորհուրդներ տալ, բացի իմ հոգևոր ծնողներից ու պաստից։ Տեր-Օշինին ուղղված ստատուսում նաև կաթողիկոսի անունը տալով ազգային ժողովի փոխնախագահն ապացուցում է, որ եկեղեցահալած քաղաքականությունը շարունակվում է, նկատում է փաստաբան Արմին Էրֆանյանը։ Կրկին Գաղափար Հայրապետի դեմ ընդգծված բացական արտահայտություններով, որ նա պետք է հեռանա եւ այլն, թե ինչ կապ ունի Տեր-Օշինի արտահայտած դիրքորոշումը Գաղափար Հայրապետի հետ, բայց ոչ։ Իրենք ուղիղ կապեցին դա իրենց այժմյան քաղաքականության հետ, ուղիղ կապը տվեցին, որտեղ դա իրենց համար առիթ էր ավելորդ անգամ խոսել այդ թեմայից եւ ասել, որ Գաղափարը պետք է հեռանա։ Ազգային ժողովի փոխնախագահն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդկանց տարբերակել ըստ նրանց քաղաքական հայացքների։ Ես քահանայի տեսակետ հայտնելու համար ոչինչ չեմ ասել, ես ասել եմ, որ որևէ քահանա եւ շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ։ Ես ոնց կամ բոլորը Տեր-Օշին քահանան հայլուրին հայտնել է, որ հայ առաքելական եկեղեցում պսակադրվել ցանկացողների հետ քահանաները նախապես զրուցում են։ Հստակեցնում, որ կնքահայր չեն կարող լինել կանայք, անչափահասները, անհավատները, այլադավանները։
Եկեղեցին այլադավան է համարում նաև նրանց, ովքեր մերժում են Գարեգին երկրորդին եւ չեն ընդունում նրան որպես ամենայն հայոց հայրապետ։ Միայն կաթողիկոսի նախագահանունով դիմելը հերիք է, որ մարդը այլադավան համարվի, ասում են հոգևորականները։ Իսկ ԿՊԱ-ականները, այդ թվում ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իրենց ֆեյսբուքյան գրառումներում, հարցազրույցներում Գարեգին երկրորդին դիմում են ավազանի անունով։ Որևէ կերպ իրենց շատ լավ, պարզ է։ Ամեն ինչ հիմա նեղսրտած են, որ ԿՊ ոնց որ արդեն ընկալում է ոնց որ հայոյանք ասեմ, վիրավորանք ասեմ։ Դե պարզ է, չէ, Էդգար, մեր իրականության մեջ ԿՊ արդեն հասկանում ենք Արցախի հայաթափություն, Արցախի անկում, ԿՊ հասկանում ենք 5000, 7000 զոհ, ԿՊ ասելով հասկանում ենք 13000 հաշմանդամ, ԿՊ ասելով հասկանում ենք փողոցում քարշ տալ, ոտքերի տակ գցել զոհվածների ծնողներին, ԿՊ ասելով հասկանում ենք Սյունիքի տարածքներ հանձնել, դա Սյունիքի տարածքներն են հանձնել, Գեղարքունիքից են տարածքներ հանձնել, Տավուշից են տարածքներ հանձնել, Վայոց ձորից են։ ԿՊ ասելով հասկանում ենք պղծել հայ առաքելական եկեղեցին, ԿՊ ասելով հասկանում ենք ամեն օր բանտերում նոր զոհեր, սրբազաններ փակված, ԿՊ ասելով եկեղեցու պղծություն ենք։ Ես հիմա պարզ է, չէ, որ ինձ չկանգնեցնեք, չգիտեմ, կարող է 15 րոպե շարունակեմ սա ասեմ եւ ամենակարևորը ԿՊ ասելով հայրենավաճառներ եւ դավաճաններ են հասկանում, ինչու են անհանգիստ։ Հա, հենց դրա համար են անհանգիստ, որովհետև իրան գիտեն ոնց է այդ, որ բառը արդեն պիտակ է դառնում, դա ինչ աղետալի հետևանքներ կարող ունենա, այն էլ նախընտրական շրջանում, եթե ինքնին հենց այդ կուսակցության հապավումը արդեն ինչ-որ կիսակֆուրային բան դառնա, իսկ բայց այս հարցում իրանք փորձում են շահագործել մեր ժողովրդի կիսատ պրատ պատկերացումները եկեղեցու հետ կապված, ոչ միայն եկեղեցու, առհասարակ, օրինակ ես հիմա հիշում եմ, որ 23 թվականի կարծեմ ջահերով երթներ, այսինքն ապրիլի 23-ներ Արցախը շրջափակման մեջ եւ երբ որ բեմից մինչև բուն մեկնարկը Քայլերթը ջահերով երթը մինչև այդ Իշխան Սաղաթելյանը խոսած, դեռ Արցախի բնակչությանը դիմեց ժողովրդին, որ կներեք, որ մինչև հիմա չեն կարեցել շենքում նստածին հանել, դրա համար դուք այսօր եկան եւ այլն, ու դա ինչ որ ինֆանտիլ մեկնաբանություններ էի ես հանդիպում, որ օրալավ ջահերով երթնել քաղաքականացրին։ Հիմա չհասկանալով, որ ջահերով երթից քաղաքական բան էս աշխարհի վրա երևի չկա։ Իսկ եթե դու ցեղասպանության համար արդարություն ես պահանջում, քաղաքականություն չի, բա ի՞նչ է։ Մինչև այսօր ԱՇԲԲ-ից ինչ է։ Հիմա նույնը եկեղեցու հետ կապված մարդիկ ինչ սենտիմենտի վրա են էլի իրանք ուզում աշխատել, լավ գիտեմ ժողովրդական այդ ընկալումները, որ հա դե բայց ախր եկեղեցու դռները փակեցին, եկեղեցին սաղը սա։ Գիտեք, համ այո, համ ոչ։ Եկեղեցին նրանն է, ով պատկանում է այդ եկեղեցուն։ Իսկ այդ պատկանելը պետքա դրսևորվի իրական պատկանելով, այդ թվում հնազանդվելով։ Հիմա օրինակ եկեղեցու վրա հարձակվում էին։ Այդ որ այտենց մարդիկ ան փորը քորը ասում են, աբա եկեղեցին սաղինը սա։ Երբ որ եկեղեցու վրա հարձակվում էին, օրինակ դու եղել ես այդտեղ։ Թե այդ ժամանակ արդեն քոնը չէր։ Կամ եթե եկեղեցին նաև սաղինը տա, նաև քոնն է։ Հələ մենք սկսենք այդտեղից ընդհանրապես մկրտված ես, թե չէ։ Պատարակների մասնակցում ես, թե չէ, ով է օրինակ քո բանը, հա, հոգևոր հովիվ, այսպես ասած, ում ես կծված։ Հələ հանգանակություններից չեմ խոսում, այդ լրիվ ուրիշ թեմա է, ասենք, հիմա այդ չմտնենք այդ դաշտ, թեպետ դա էլ է իրականում կարևոր։ Բայց ոնց դառավոր սաղինը տա, այսինքն զուտ այդ երբ որ պատկանելության զգացումը ուզում են ունենալ, երբ որ որևէ բան ջարմա չկա քաշելու, այդ պատկանելության համար այդ լավ է, բայց ասենք ճգնաժամի պայն մոռանում են եկեղեցին բոլորին, չէ, եկեղեցին իրավունք ունի ընտրելով այրանը, ով չէ։ Կարա գնաք մի հատ, որ իրանց եկեղեցի են կոչում, շուտ աղանդավոր հաստատություն մտնեք, աղանդավորական, ասեք, ինձ կնքեք։ Միլիարդ հատ հարց կտան, հələ ջեբիդ վերջի կոպեկն է կդատարկեն, նոր ճակերտավոր կկնքեն։ Բայց ես եկեղեցին ու կրակը չի ինգել սաղից ձեռը։ Չէ, եկեղեցին հստակ նրանն է, ով պատկանում է այդ եկեղեցուն։ Իսկ այդ պատկանելն, այո, պետքա դրսևորվի նաև ենթարկվելով հնազանդությամբ, ոչ թե ասենք կաթողիկոսին ասես, հա, ճիշտ է անում Նիկոլը, դա պետքա մի հատ մաքրել բան, բայց հետո շուրջ ասես, ապա բայց եկեղեցին սաղին էս էս ոնց չթողին։ Ոնց որ իդեպ նաև Ռուսաստանում էր այդ դեպք եղել։ Կհիշեք, որ քահանան կարծեմ հարսանիք էր թե կնունքեր ինչ էր, էլի քահանան բաներ, այդպես կարկառուն
ստեղից էր էլի, բայց հայաստանցի ԿՊԵ-ականներ, բայց Ռուսաստանում, Սոչիում, թե որտեղ Վլադիկավկազում, տես միտեղ, թե Կրասնոդարում պետք է կարգ կատարել, հրաժարվել էր։ Եկեղեցին ինքնիշխան կառույց է, դա թագավորություն է։ Կուզի կընդունի, չի ուզի չի ընդունի։ Իսկ երբ որ ընդունում է, դու դառնում ես հոգևոր օրը պղծում ես։ Դու այլադավան ես, մերժում ես, չգիտեմ ոնց ես արտահայտում ու դու ուզում ես որ քեզ ընդունեն։ Հետաքրքիր է, այդ ամեն ինչը անում են, բայց համ էլ ուզում են գնան այդտեղ եկեղեցի համ մերժում են, համ ինչ ասը։ Մակաբույց նույն ձև Արցախն էր բոլորինը, երբ որ պետք եղավ Արցախի համար։ Իմիջիայլոց հիշեցրել են, որ 20 թվականին ասել հենց հիմա պիտի ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը, Արցախը չգիտեմ ինչ, այսպիսի բաներ, հետո արդեն ինչ է ասում 26 թվականին։ Դե եթե այդ 20 թվականի զորահավաքային քարոզները, բաները սա բան անենք, օրինակ դե ֆակտո արտաքին գործերի նախարար կա հիշվում է Լալա Հարաշ ստատուս էր գրել, երևի հիշել էր որ ինքը պատմաբան է, բա ժողովուրդ ախպերական գնացեք կռվեք, եթե պարտվեցինք, սերունդներն են մեզ նզովելու, այս Հայաստանի ճակատագիր նախընտրում եմ գնացեք, հիմա ասենք բանա տենց պարզվեց այդ սաղ բաբչե Հայաստան էլ չէր, մենք օկուպացիոն էին։ Փորձագիտականը պարզեց որ սուտ է, այն ինչ որ խոսում էին Արշակ Սրբազանի հետ, բայց Արշակ Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը շարունակում են փակված մնալ։ Բնականաբար պետք է պարզել որ սուտ է, իհարկե ցանկացած տրամաբանող բանական մարդ հասկանում է որ այդ կեղծիք է։ Այստեղ ուղղակի ես ուզում եմ հիշեցնել, որովհետև այդ էլ sense մի քիչ լղոզում գնում է, որ Արշակ Սրբազանը հիմա քաղաքալացիալ է, խղճի հալացյալ է եւ անազատության մեջ է շինծու գործով, որտեղ մարկանց մեկ-մեկ թվում է թե այդ վիդեոների համար կոպիտ ասած, չեղած վիդեոների համար մարդու վրա ուղղակի շինծու գործ են սարքել, հասկանալով որ այդ վիդեոների հեքիաթին ոչ մեկը չի հավատում, իբր 18 թվին ինքը ինչ-որ մեկին դրտել է, որ ինչ-որ մեկը մեկին դրտի, ինչ-որ մեկը մեկի ջեբը նարկոտիկ գցի։ Ու չեն գտնում այդ ասմաքնիշները։ Նարկոտիկներ չկա։ Այս մի հատ հիշենք էլի որ տպավորություն չստեղծվի, սրանք երկու տարբեր գործեր են, մի տեղով փորձել են մարդու բարոյական ամբից համբավը բան անել, արատավորել, չեն կարողացել, հիմա փորձում են ոնց որ քաղաքացիական իրավական բանը պատիվ արատավորել։ Փորձակնությունը նրա մասին է, բայց քրեական գործը նրա մասին չի, հիմա մտա տպավորություն չստեղծվի, թե բան են անում։ Արշակ Սրբազանին իբր դատում են բանի համար, հորինած վիդեոների։ Վիդեոների ուղակի կուտը չաշխատեց, դրա համար ստիպված գնացին արդեն մարդուն, երբ որ հոգին չեն կարողանում բռնադատել, հոգին վերացնել, ստիպված անցնում են մարմնին։ Այսքան բան, բայց բնականաբար դա էլ է կեղծ գործ, 18 թվին այդ դեպքը եղել է այդքին, նոր հիշեցիք։ ԿՊ-ի հիստերիան, քայլերը, գործողությունները, թոշակառուների հետ կապված էս որոշումը, հայտարարությունները, որ թույլ չենք տալու այսինչ կամ այն, այս հակասահմանադրական ամենաանօրինական հայտարարություններն են, արդիկ այս գլխից արդեն փորձում են միջամտել, սա խոսում են դրա մասին, որ իրենք վախեցած են եւ հիստերիայի մեջ են, ճիշտ է։ Եվ արդեն այս փորձում են, որովհետեւ այս պայդրությամբ իրենք օրինակ է այնտեղ որտեղ որ կա դիմադրություն, այնտեղ որտեղ որ կա աշխատանք, նվիրվածություն եւ եթե պետք է ինքնազոհություն հանուն երկրի հանուն ազատագրման հաստատ ստացվում է, այնպես որ շատ բան կախված է այսօր ընդդիմադիր, այո, ընդդիմադիր ուժերին իրանց լոլալաներից թիթեռ բռնելուց մի քիչ դուրս գան եւ ավելի ռեալ եւ կոնկրետ սկսեն թվերով, փաստերով, գործողություններով, քայլերով խոսել այս դավաճանների հետ։ Հա, անելիք շատ կա, որովհետև մեկը բռնությունները, բանը նախընտրական, էլ չասած ընտրության օրը թափ հավաքելու են, բայց դրանք թափ են հավաքում պակասած լեգիտիմություն լրացնելու համար։ Հիմա ընդդիմությունը պետք է կարողանա դրանց դիմադարձել, հենց այսօր շատ կարևոր օրակարգ է այդ հայտարարությունների դեմն առնելը, որը հələ տենց ինչ որ ճակերտ արասած ճոպիկային կերպարներով են անում։ Բայց Արամ Սարգսյանի հետո թափ կհավաքի, արդեն կսկսեն հենց իրենք ասել, հա կասեն իհարկե մարդիկ որոշ մեր մտահոգ քաղաքացիներ հանրային գործիչներ բան են արել, դե արդեն հիմա մենք ենք ընթաց տալի, ոնց որ արդեն հիշատակեցինք եկեղեցու թեման, թվում է թե սկսեց տենց մի բանից, արդեն նախկին քահանայից Իրան է հիշատակում, հետո արդեն անձամբ ինքը մտավ բոյի մեջ։ Դրա համար ոնց որ այս գլխից բնում պետքա բան անել, էլի այդ Չէ, ինչքան մոբիլիզացիան ընդդիմադիր ուժերի արագ լինի, կազմակերպված լինի, թափով լինի, բնականաբար իրենք չեն կարողանալու, չէ՞։
Այդ ալիքը ինչքան շուտ բարձրանա եւ մտնեն պայքարի մեջ, չի լինելու։ Թոշակի օրինակը ձեզ բան։ Պարզ է, չէ՞, տեսա, որ այստեղ տանուլ է տալու, խորամանկորեն ինչ որ միացած բան է մտածել, բոլոր ճակատներով պետք է գործել, վստահված անձա, դիտորդա, էսա, այնա, օրինակ վաղաշաբաթը ցույց տվեց, որ հերո, դե հերոն որն է, այսինքն վաղաշաբաթը գյուղերը մոտ են վաղաշաբաթն է Երևանին, բայց նկատի ունեմ կենտրոնից, հա, դեպքերի կիզակետից հերո ընտրատեղամասերի, գյուղերի բաների միջոցով են այդ բաները, ձայները գալիս, այսինքն որտեղ ընդդիմության բանը չի հերիքում։ Կազմակերպչական ռեսուրսը, որտեղ այլ ռեսուրսները կներեք, բայց հերիք են էլի, բարդ բան չկա, այսօրվանից սկսած դիտորդ, վստահված անձ, անձնաժողովական բան անելով, պատրաստելով բոլոր ըստ որում տեղերում։ Այս ամենակարևորն է, որովհետև հա կեղծել ունել ձև կա, կեղծել ունել չափ կա, կեղծել ունել հնար կա, եթե տեղում ովքեր որ անցել են անկախ Հայաստանի ընտրական բաներով, ես ինքս չեմ անցել, բայց ուսումնասիրել եմ, գիտեմ։ Ովքեր որ անցել են, լավ գիտեն։ Տեղում եթե ասենք վստահված անձը, հանձնաժողովականը, դիտորդը ռեալ կռիվ տալիս են, դե ինչ անեն, չեն տալու այդ մարդուն սպանեն։ Ահագին մեծ չափով այդ բաների կեղծիքների դեմը առնվում է, ասենք կարող է մինչև մի 5% դառնա, բայց եթե այդ մարդիկ չկան, կեսն է կարան կեղծեն, ինչ խնդիր է։ Լույսը որ անջատեցին, ընդամենը 20 վայրկյանում կարելի է լցոնել։ Բայց եթե մարդ կա, որոնց դե կարա գնա իր ջանով փագի այդ բանը, ասի հոп ախպեր, մենակ իմ դիակի վրայով, դե ինչ անեն, իսկական ոչինչ սպանելու այդ մարդուն։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ազատագրում լինելու է։ Անպայման։ Վաղ թե ուշ։